Պարզվում է Հայաստանում շրջիկ կրկես կա։ Մարդիկ, ովքեր տևական ժամանակ ելույթ էին ունենում կրկեսի արենայում, հիմա դուրս են եկել փողոց։ Շրջում են մարզերով, հանդիպում են մարդկանց հետ, իբրև ցանկանում են օգնել մարդկանց։ Մեկը չկա դրանց ասի, թե օգնող եք, գնացեք օգնեք այն մարդկանց, ովքեր ձեզ համար ընտրակաշառք էին բաժանում ու բռնվեցին։ Ու հիմա քրեական գործերը շալակած նստած են։ Թե օգնող եք, գնացեք օգնեք այն մարդկանց, ովքեր ճաղերի ետևում են հայտնվել, ձեզ համար, ձեր պատճառով։ Թե հիմա այդ մարդիկ էլ ձեզ պետք չեն, օգտագործեցիք պրծակ։ Հիմա ինչ, մնացածին էլ եք նույն կերպ օգնելու, կրկեսային գործիչներ։ Ողջույն բարեկամներ, հուսամ լավ եք, ամառային արձակուրդները վայելում եք, բայց ես ստիպված պետք է մի քիչ քաղաքական խոսակցություն ունենամ ձեր հետ։ Քիչ առաջ դիտում էի Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի տեսանյութով հայտարարում է, որ այն համայնքներում, որտեղ իրենք հաղթել են 5 եւ ավելի երեխա ունեցող կամ 5 երեխա ունեցող ընտանիքներին բնակարան են նվիրելու այնտեղ, որտեղ իրենք հաղթել են, եւ սա եւս մեկ անգամ ապացուցում է այդ քաղաքական ուժի բնույթը։ Հիմա դուք պատկերացնում եք, մենք հաղթել ենք ընտրությունները եւ ասենք այն մեր ծրագրով, որից իրենք պատճենել են այդ 5 երեխայի ծրագիրը, մենք 6 երեխայի դեպքում ենք այդ ծրագիրը սկսում եւ հետագայում նաեւ դիտարկելու ենք այլ թվով երեխաներ ունեցող ընտանիքներին, ասենք մենք այդ ծրագիրը անում ենք միայն այն համայնքներում, որտեղ մենք հաղթել ենք, այսինքն խտրականություն դնեինք մեր քաղաքացիների միջև, այս մարդկանց տեսակը ոնց որ թե չի փոխվում եւ չի էլ փոխվելու եւ դրա համար իրանք պարտվել են իրականում, իսկ մենք մեր ծրագրերը շարունակելու ենք եւ 6 եւ ավելի երեխա ունեցողների ընտանիքների բնակապահովման ծրագիրը, որի մասին նաեւ երեք ուղի եթերում էր հասարակական խորհրդի ժամանակ խոսեցինք, սկսելու ենք մյուս տարվանից եւ ապահովելու ենք հարյուրավոր ընտանիքների տներով եւ հետագայում նաեւ դիտարկելու ենք այլ տարբերակներ, իսկ քաղաքական ուժին սպասվում են քաղաքական ապտակներ։ Իսկ ինչ որ մեկը հետևում եք, այն Ուժեղ Հայաստանի անդամները, որ ընտրություններից առաջ գրում էին, իբր մեր իշխանությանը մնաց 100 օր, 20 օր, չգիտեմ, 1 օր, հետ հաշվարկի են սկսել։ Հիմա ինչ են անում։ Շարունակում են, հա, անցավ 1 օր, անցավ 40 օր, թե ջնջել են տեսանյութերը, ինչպես ժամանակին Հայաստան դաշինքի անդամները։ Սամվել Կարապետյանի թիմակիցները ինքնաբացարկ են ներկայացրել, ավելի քան 105 հոգի դուրս է եկել ցուցակներից։ Մի բան ասեմ, չնեղանալ։ Քաղաքականությամբ չեմ զբաղվում, որտեղ երկու տեղ աշխատում եմ, ժամանակ չունեմ։ Բայց ինչ կարծիք ունեք այդ ամենի մասին։ Դե գիտեք ինչ ասեմ, ով որ գիտակից է, ով որ լավ առաջնորդ է լինում, մենք կողմ ենք լավին։ Իսկ Սամվել Կարապետյանին ինչ ճիշտ ես չեմ ճանաչել։ Անունը լսել եմ, բայց անեց չեմ ճանաչել իրան։ Ով է լավը։ Ասեցի, ով խելացի է, ով կարող է մեր հայ ժողովրդին տանի դեպի առաջ, ամեն ձևով, լինի խաղաղություն, աշխատանքի բարելավում, տվյալ մարդկանց համար, եւ ես շատ եմ խնդրում, որ ով լինի գործարաններ աշխատացնեն, որ ովքեր որ անգործ են, գոնե գործարանում աշխատանք ունենան, այդքան մի բան եմ ես խնդրում, ով որ պետքա կառավարի, ղեկավարի հայ ժողովրդին։ Իսկ դուք ներկա կառավարության աշխատանքներից գոհ եք։ Ներկա կառավարության աշխատանքներից, այո, ես ներկա դրությամբ շատ գոհ եմ, որ ամեն ինչով ապահովեցին, այսքան տարի, 30 տարի, ով էր մտածում փոշակառուի ապայի մասին, առողջապահական ապայի մասին, ով էր մտածում, որ փոշակ ավելացնեն, աշխատավարձ ավելացնեն, 31 տարի ես աշխատում եմ, ես նման բան չեմ տեսել, ազնվությամբ եմ ասում, չեմ տեսել այդպես բան, բայց ներկա վարչապետի արածը ապացուցեց, որ ինքն է լավագույնը, ինձ այդպես է թվում, ինքը ամենալավագույնն է, որ մտածեց մարդկանց մասին, այդքան բան։ Շնորհակալ եմ։